Այսօր հոկտեմբերի 11-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, ժամը 13:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել։ Վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Չարենցավան բժշկական կենտրոն։ Դեպքի վայրին ժամանել ՀՀՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները։ Ժամանել են նաև ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները եկեղեցու ներսում ու դրսում տարբեր հատվածներում հայտնաբերել են արնանման հետքեր։ Մինչտեղում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական եւ համայնքային ոստիկաններն ու պարեկները ենթադրյալ կասկածյալին տաք հետքերով հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկների առաջ խոսել, ասում էին, սպանվածի Սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր, եւ այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։ Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական բարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը։ Նշենք նաև, որ օրեր առաջ մահացած տղան 20-ամյա Արեգ Պետրոսյանն էր, նա տիկտոկեր Մարիի ամուսինն էր, թե ինչու են սպանել նրանց կնքահորը եւ ինչու են մեղադրել երիտասարդի մահվան հարցում, նախաքննությունը ցույց կտա։ Հոկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ էր ստացվել, որ Մարգարավանաձոր Տաշիր M3 ավտոճանապարհի 72 կիլոմետր հատվածում ավտովթար է տեղի ունեցել եւ ըստ նախնական տեղեկությունների կան զոհեր։ Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած Զիլ Մագնիշի բեռնատարը, Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գուլնազարյանի վարած Մերսեդես Մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Զիլի վարորդ Խաչիկ Մանուկյանը ու Մերսեդեսի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Գուլնազարյանը տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։ Տիկտոկյան հարթակն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ մահացած 20-ամյա երիտասարդը տիկտոկեր Մարիի ամուսինն էր, 2 երեխաների հայր։ Մարիի հրապարակած նյութերից ու մեկնաբանություններից պարզ է դառնում, որ զույգը բաժանվել էր։ Չհասցրեցինք խոսել, ներում եմ քեզ, բայց չեմ ների, որ մենակ թողեցիր ինձ, գրել է Մարին։ Ըստ օգտատերերի մեկնաբանությունների զույգը միասին էր դեռ Նարեկի բանակ գնալու ժամանակ եւ այդ ժամանակ արդեն Մարին հղի էր։ Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 03:15-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունը դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհամմեդ Մ-ն ու հայտնել, որ սեպտեմբերի 29-ի ժամը 23:40-ի սահմաններում, երբ գտնվել է Վարդանանց փողոցի 18/2 շենքի մոտ, իրեն են մոտեցել 4-5 տղամարդ, ովքեր կաշկշելով ու հարվածներ հասցնելով նստացրել են իրենց ավտոմեքենան, որի համարներն ու մակնիշը չի հիշում, եւ ավտոմեքենայի սրահում իր ծանոթ Մահդինեն իր մոտ եղած դանակը ուղղել է դեպի իրեն եւ սպառնացել, որ կսպանի իրեն եւ ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը, այնուհետեւ իր մյուս կողմում նստած Մահդի Ան եւ ավտոմեքենայում գտնվող անձը, ում չի ճանաչել, սկսել են բռունցքներով հարվածներ հասցնել դեմքի եւ մարմնի տարբեր հատվածներին, զուգահեռ ստիպելով, որ ինքը զանգահարի որդուն, որպեսզի նա իր գումարները փոխանցի իրենց կողմից ուղարկված անձին, որից հետո իր տուն բարձրացած անձին որդին փոխանցել է $250,000, ինչից հետո կրկին սպառնալիքների ազդեցության տակ փոխանցել է $50,000-ին համարժեք կրիպտոարժույթ, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, ըստ տղամարդու այդ ամենից հետո Մահդիայի հետ բարձրացել է իր բնակարան, որտեղ վերջինս սպառնացել է, որ եթե կատարվածի մասին հայտնեն ոստիկանություն, կվերացնեն իրեն եւ ընտանիքի անդամներին եւ տվել $5,000։
ասելով, որ շտապ վերադառնան Իրան։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում էր միջոցառումներ Մահդինեի և Մահդիայի և մյուս անդամների ամբողջական տվյալները պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նոր Քմարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Այսօր հոկտեմբերի 10-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել են Օպել Մակնիշի ավտոմեքենան և Հայասա Մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունները։ Այսօր հոկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ П-ն իր վարած Նիսան Մակնիշի ավտոմեքենայով Վրաստանի կիրճում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել ճանապարհի եզրից դուրս մասամբ Հրազդան գետի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում։ Հոկտեմբերի 9-ին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտիկ քաղաքի խոշորացված համայնքի Նարեկացի փողոցում մի նշան բողոքի ակցիա են իրականացնում Արտիկ քաղաքի բնակիչները, պահանջելով, որպեսզի պատկան մարմինները լսեն իրենց ձայնը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասել են, այս ճանապարհը կապում է Շիրակի մարզը Արագածոտնի մարզին, անընդհատ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում ողբերգական։ Կառավարությունը ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատեց, մեզ փրկեց դարոփոշ ճանապարհներից, բայց ցավոք որոշ հայ-վարորդներ այնպես են քշում ավտոմեքենաները, կարծես դժոխքի դռները բացած լինեն։ Մի քանի անգամ դիմեցինք պատասխանատուներին, արագաչափ տեղադրեցին, քանի որ համ շարժն է շատ, համ հետիոտներն են շատ, համ էլ փողոցի հարևանությամբ գործում է Արտիկի թիվ 6-րդ դպրոցը, որտեղ մոտավորապես 300 աշակերտ է հաճախում։ Մեր խնդրանքներից հետո տեղադրվեց արագաչափ, ինչը կտրուկ նվազեցրեց ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթների թիվը։ Մինչ այդ քանի անգամ ողբերգական դեպքեր տեղի ունեցան։ Արտիկի գաղութի Վիլիսը անգամ մտել էր երեխեքի մեջ, այդ երեխեքը երկար ամիսներ բուժում էին ստանում։ Արդեն ինչքան ժամանակ է արագաչափը հանեցին ու մեզ մոտ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նորից ավելացավ։ Նորից որոշ վարորդներ նենց արագ են քշում, որ ամեն օր սպասում ենք, որ մեր երեխեքը վրաերթի են ենթարկվելու։ Մոտ 30 րոպե ճանապարհը փակելուց հետո բնակիչները բացեցին այն, սակայն խոստացան, որ եթե խնդիրը չկարգավորվի ու չլուծվի իրենց անվտանգության հարցը, այս անգամ մեր ու մանուկ ահել-ջահել փակելու են ճանապարհը։